Ներկայումս թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են Trip Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ, Հայաստան այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում եւս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը 51%, առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։ Նախագիծը, ինչպես ասացի, իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ թրիփը օտարերկրյա որևէ ռազմական եւ կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Ընդգծեմ նաեւ, որ թրիփից առաջ նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա եւ նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել, սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Եվ սա թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ Թրիփ նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը եւ մթնոլորտը մեր տարածաշրջանում։ Հաղորդությունը տարածաշրջանային երկրների համար դարձնելով շահավետ ոչ միայն բարի, սոցիալ-հոգեբանական ու քաղաքական, այլև ֆինանսական ու տնտեսական իմաստով։ Սա ժամանակակից անկայուն աշխարհում կայունության ու խաղաղության շատ էական երաշխիք է եւ մեր ժամանակներում ավելի հուսալի երաշխիք դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ եւ մենք Ադրբեջանի հետ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակումը եւ վերադարձը Հայաստան երբեք դուրս չի եկել եւ միջև խնդրի լուծումը դուրս չի գա մեր աշխատանքային օրակարգից։ Իհարկե կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման ուղղությամբ։ Համոզված եմ, Ադրբեջանից Հայաստան ներմուծումներին զուգահեռ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան։ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մեկնարկը եւ զարգացումը իհարկե էականորեն ուժեղացնում է հաստատված խաղաղությունը եւ մենք մեր տնտեսվարողներին քաջալերելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից եւ խորացումից, սահմանների սահմանազատումից, գերիների եւ անհետ կորածների հարցերի շուրջ համագործակցությունից, ապա շրջափակումից, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անդին շատ կարևոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների սոցիալ-հոգեբանական կողմը։ Եվ հաստատված խաղաղությունը հարատև դարձնելու համար կարևոր է խաղաղություն հաստատել սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս։